Այդքան շատ բողոք չենք ներգրավել, ունենք մի քանի հետաքրքիր թեմա, որոնց հետ կապված մենք անպայման զրուցելու ենք, քննարկելու ենք եւ բացահայտելու ենք։ Միանգամից ասեմ, որ մեր ուժային կառույցների ղեկավարները արդեն այստեղ են, պարոն Աբազյան, Արթուր Դավթյան, Արգիշ Քյարամյան, Վահե Ղազարյան եւ Աբազի տեղակալ Անդոյ։ Այսօր մենք անդրադառնալու ենք ինչպես եւ միշտ Մալչիկ по имени Սասոն եւ Ջանգիրյան Գագո, Քրիստինե Հալաջյանն արդեն էստեղ է, Ռուզիկը ուր որա հիմա կմոտենա։ Ուզում եմ ասեմ այսօրվա մեր հյուրերը։ Գագիկ Ծառուկյան, համեցեք։ Так, Սերժ Սարգսյան, համեցեք։ Ուտրեմ նստեք։ Так, Տաշիր Սամվել կամ Սամվել Կարապետյան, համեցեք, կուլտուրական օլիգարխ, Ամենայն հայոց կաթողիկոս, համեցեք, Արդարադատության նախարար, մե բոզի տղա, համեցեք, Հայաստանի արտգործ նախարար, Արաբատ Միրզոյան, համեցեք, Так, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան ալկոգոլիկ շպրտեկներս, այս պայդրությամբ այսքանը, Քրիստիկ, դու էլ ես ոնց որ տեսերուն սեսոր, աղջետի չես արի քյող հետ, գրանցել ես դեմքդ մաքրել է, Ռուզիկից լավ բան ես սովորում, Ուր այդի, պահակ ես գուշացրել եք, Хорошо, ես այսօր նաև հրավիրել եմ հատուկ հյուր Շուշան Պետրոսյանին, լավ կնիկա, ես յան սիրում եմ, ուրա Շուշոն, համեցեք տիկին Շուշան, նստեք, ոնց է ձեր առողջականն, քանի գնաման նիհարը մեկ, ուզում հասկանամ նիհարը մեկ ում խաթեր, Մեր թե Սասունի։ Хорошо, եւ ուզում եմ ասեմ, որ այսօր մենք հաղորդման մեջ անդրադառնալու ենք երրորդ մասի Լովիկի սպանությանը։ Ավելի կոնկրետ սպանողին։ Սկսենք։ Ուրեմն հանրային ձայն հաղորդաշար են զանգահարել եւ իրենց բողոքը կարտախայտա Արարատ Զոդույի ոսկու գործարանի աշխատակիցները։ Ուրեմն ինչից են այս մարդիկ գանգատվում։ Գանգատվում են նրանից, որ հարկի եւ անհարկի տեղը Արարատ Զոդի մեջ պտտվում են ներողություն Անվտանգությունն է, ալո, եկան անգամ ասեմ, Ռուզիկ թողեք թո բարձանով երև։ Ուրեմն այդ անվտանգության հետ բանը կապված բողոքում են, անվտանգության գոս, Ռուզիկ անու լսեմ արդեն շեղվում եմ ես, ես պակլնի։ Ինչից են բողոքում, ասում են պարոն Ղուկասյան, եթե մեր աշխատավարձը, խոսքով ենակ, կազմա 100,000 դրամ, Աշխատավարձի 80%-ի չափով, այսինքն 80,000 դրամ, ու օրինակ, մենք ստանում ենք պրեմիայի, բայց ոսկու գործարանի ադմինիստրացիան ունի ռուս, ինչ-որ լրբեր կամ էքեր կամ ворթեր իրանց վրա կամերաները բնախփած, որոնք պտտվում են գործարանով մեկ եւ խոսքի օրինակ, եթե մեկին բռնցին ծխելուց Մեքենան ոչ նորմալ տեղը բանը պարկովկա արած կամ ինչ-որ թեք ոչմ կայնը սրած ինչ են գստեղ մեկել հերախոսով խոսելուց եւ այլն ձվերը քորելուց քաքելուց չգիտեմ եւ այլ բնական պահանջներ ընդཐུպ հոգալուց զրկվում է պրեմիայից ասում եմ ով է տնօրենը ասում է Ասլանյան Աշոտ Ես չգիտեմ Աշոտ Ասլանյանը ով է, ինչ սեռի ներկայացուցիչ է,
Բայց ես ուզում եմ, ասենք, հարց տամ Ասլանյան Աշոտին, եթե մարդը ծխող է եւ պիտի ծխի, հիմա ծխելու համար եւ դրա համար կա վայր, ասում մենք մեզ հատկացված բնավայրում ծխում ենք, դրա համար մեզ բռնում տուգանում են, խեց ծխումը տեղ, մեքենա խեց ծուր կայնսրեց, ձվերը քորիր, քամակը քոր եկավ, Նիկոլա Ցավի նման եւ այլն։ Ասլանյան Աշոտ, ես չգիտեմ դուք ով եք, ամուսնացած եք, ամուսնացած չեք, ընտանիք ունեք, թե չունեք, կին երեխա, բոզի ես գնում, թե գյոթի ես գնում եւ այլն, բայց քո աշխատողներն արդեն բողոքում են։ Ես հուսամ դուք ունենաս այդքան խելք ուղեղ ողնաշար, որ չես ցանկանա, որպեսզի հանրային ձայնը ընկնի քո հետևից։ Որովհետև ես մի հատ շատ գեղեցիկ բանը կոմենտար ա տեսա Արշակի հոդվածի տակ, մի հատ մարդ գրել էր ավելավ անգնես FSB-ի, ՑՌՈ-ի, KGB-ի, չգիտեմ, Մոսադի եւ այլն դրանց ոչ ձեռը, քան Վարդան Ղուկասյանի։ Ես հորդորում եմ, տես լրիվ ինքես Ասլանյան Աշոտ մարդավարի ձևով, որպեսզի այդ բոզի տաղությունը, որը որ կատարվում է ձեր մոտ, չգիտեմ, ծխելու համար մարդը 9 ժամ աշխատում է, տնից կարող է զանգամ ասեմ են, կնիկդ մեռել է, մարդը պիտի պատասխանի, թե չէ։ Ես չեմ ասում, որ վերցնեն դրա ագանջինալի սեքս պա տելեֆոնում, աշխատողներն էլ հորդորում եմ նաուշնիկներով աշխատել, որպեսզի հեռախոս չվերցնել ձերը, այլ նաուշնիկ կլինի, որ այդ բոզի տղան էլ բան մոտենա ասի, ես ինչա, ասես երաժշտություն եմ, լսեմ ղախպի ծնունդ, նման բառերով, ուստի ես նաև ուզում եմ դիմեմ այդ նույն բանը ոսկու հանքի աշխատողների, որ ընտրության ժամանակ ում եք ձայն տվել, ինքեր աշխատողներ, բայց հիմա դիմում եք ինձ։ Ես մի անգամ չէ որ ասել եմ, ուզում եմ կրկնեմ նորից, որ հայոց հայրենիքի իշխանության գալու դեպքում ամբողջովին պաշտպանված են լինելու աշխատողների իրավունքները, ինչպես դա կար խորհրդային միության ժամանակ։ Դուր ա գալի շատերին, դուր չի գալի խորհրդային միություն, ոչմ տերմինը եւ այլն, ես սոցիալիզմի կողմնակից եմ։ Պետությունը պիտի լինի սոցիալական պետություն, այլ ոչ թե կապիտալիստական բոզի տողություն, որ ով ուզենա, ինչ ուզենա, ինչ ձև ուզենա վարվի։ Դուք երևակային նկատել եք, որ ուրա այդ քանի որ ընկավ բանը միտս մի րոպե այդ Լեյկո Ալեքս ընկերության տնօրեն Գագիկ Ալեքսանյան ղախպիտողուն ես անդրադարձել էի, հիշում եք, որ աշխատողների գործեր ընդունում չերես սեքս։ Այն օրը ինձ բան գտան դրանց պաշտոնական կայքից ուղարկեցին հայտարարությունը տեղադրվել է եւ Telegram կանալ, եւ Facebook, եւ այս էջ վրա եւ ինչ ասեմ, անհրաժեշտ է դեղագետ իքական սեռի 25-ից 40 տարեկան։ Անհրաժեշտ է հաշվապահ իքական սեռի 25-ից 40 տարեկան։ Անհրաժեշտ է ապրանքագետ իքական սեռը դնի մամայի բենին, բոզի տղա։ Էդի ով է? Գագիկ Ալեքսանյան։ Հիմա եթե տրամաբանությունը դեղագետը որց չի կարալնի, այսինքն եթե որց է, բրծավ, ինձ որց դեղագետ պետք չի, պիտի անպայման իքական սեռնի, կամ հաշվապահի էքը որցը որն է, եթե մի հատ էլ կնիկ մտել է, ինչպես թե չեք ամաչան, այս ոսկե մարդում բան եք ասում, տո պորնիկ, քանի անգամ այդ ոսկե մարդը դրեմ մամայիդ ու քո բենի մեջ, ղախպի տղա, հաղորդում ես ուղարկեցի ոստիկանություն, ոստիկանապետի կայքի վրա են դաժե, որ ես բոզի տղուն ես տրանսգենդեր ղախպի ծնունդի կոմը տաբերություն, էքա որցատ է տրանսգենդերա, դեղագետի մեջ, իմաստեմ, դու տաբերություն տենում ես ողջի, ակն հայտա չէ, որ ես մարդը ծլիկա զավրո, միակ կուսակցությունը, որը պաշտպանելու է բանվոր աշխատավոր ժողովրդի շահերը, ինչքան էլ կոմունիզմի զզվել, կողեմ զզվողին, ալնելու է հայոց հայրենիքը։ Աշխատողի իրավունքները պիտի լինի պաշտպանված, տրել, թսել, ձվել, քորել, ծխել, թքել, համար, դու չես աշխատավարձից բանը զրկում, ընկեր Աշոտ Ասլանյան բան պրեմիայից, հա? Հələ կավուր չեմ տալեմ, հələ ես չեմ ասեմ, որ դու պոտենցիալ բոզի տղա ես, տես? Բայց եթե մի հատ էլ բողոք եկավ, բրծավ, ու այդ աշխատողներն եմ դիմում, լավ են անում ձեզ ծացնեմ են, որտև ընտրության ժամանակ քնեմ ցելեք տալամ մի բոզի տղու, հետո Ղուկասյան տերելի։
Շա, ես գուշացեցի։ Աղջի շատ ճիշտ պահին մտար, էսից չես հաքի այսօր, էլի կանաչ, մուկ կանաչ, հելը սելա շորը, էտիչ ավելուր ավիլվետ այետիչ կտորը, հելը պտտվի, սիրունած չէ, արդուր տավցը, աղջի քո վարսավիրն ով ան, էտիչ լավ վարսավիր, ես ինչ տեսալա, հելը մեխոտ պտուտ, Ամեն, այսպես ինչքան ես ներվայնա, շուշավ տենեմ ես, ինչքան ես ներվայնացած կլեմ, ես կնի կմտնմաներս, ես հալը, մալը, մաշվը մետաբեմ, ամենավերջի կատաղության աշճանը թողում ամ, բայց հեծե մի հատ ես մեշը մի հատ կային, Էլիզաբետ, դրա քիթու պիրանը որ տենեմ եմ, ես չգիտեմ, ավտոմատ մոտս առաջանում անզսպվածություն, դիարեյա, դու տես բան շուշի տեսանք է, չէ, կդրեմ, այնստ, այ Հələ կոշիկներս, աղջետ ինչ կոշիկներ ան, գուչի, ես ուզում հասկնամ, քո մարդ, օրը իշքանա կծաղսի քո հակուկապի վրեն, մուշեղի չէ լավ մարդաբան չունեմ ասելու, բայց ուզում հասկնամ էդ կամ փողվոր տեղի ծաղ չի, քրիստիկս հենա խտրեն ամերիկաներն ապրման, շապատերով նշորն հակնում, դու ժամը մեկ ես փողվում աղ չի, լրիվ Եգիպտская царица Ամանատ, էլ բան չեմ կար ասեմ, շուշատ, ասա, ոնց, տես, վայ Ղազարյանը աշկը չի կարում կտրի քեզնից, աբազավ թեխել օքացելա չի նայմ կոմատ, մեկ էլ են պրճկված անդոնա, ինչակ խմես, են ժողովրդին հյուրասիրեք, բերեք, էլի մարցինի, Էտա խամի սրտամերը, բերեք։ Ես պատկերացնում եմ ինչ արժեք օլիպչիկ։ Ամեն ինչ արդեն որ տենեմ եմ, էտ նեկնաշ շորերը արդեն պազը։ Հակել ես չէ, սոչ, լավ, դու հելը բան պահի մեջ, պահի։ Փաչեկը տսենց քիպ նստի յար աղջի, ոտդ ոտին քից, այդ փաչե գիտարանքը կրտնի, այդ կրտնած տրուցիկը տեսա կողելու եմ Ջանգիրանի բերանը, ինքը սիրամա տրուցիկ, ոտդ ոտին քցի, այդպես նստի տենց։ Անցնենք առաջ։ Մյուս բողոքը։ Նորից Աբովյանի մարզ կամ Կոտայքի մարզ, նոր հաճանի ժողովուրդ, այդ բրլյանչիկներն են։ Ասում են պարոն Ղուկասյան մետերելի մուլտիտրանսպորտ սապան թանկացրել է ավտոբուսի փողերը։ Ծառուկյան, մեբալուս, այսօր ոնց սպիտակ չես հագե։ Ինչի ես թանկացրել Ծառուկյան, ավելի շուտ քո տղու կամպանիան թանկացրել է տրանսպորտը նոր հաճընցիկել, չնայած նա որ 100 ժողովուրդ են, բան բրլյանչիկ են, բայց եւ այնպես էդի սովետի ժամանակ էին բան բրլյան տրասնեն, հիմա ինչ տրասնեն։ Լավ, ես ուզում հասկանամ, սա անձնական վրեժխնդրությունն է եւ ուսանողների համար դու պատկերացնում ես ու ես հասկանում եմ քո տղեն որ ուսանող եղել է, անունով է եղել, բայց իրականում ոչ գնացել, ոչ վեկալ է, ոչ դրե, անգամ դասի չի նստել, ջպերով, թիկնապաներով գնացել, ջպերով, թիկնապաներով եկել։ Այն հասարակ ուսանողն ինչ անի գագո։ Ես ուզում հասկանամ, հիմա որ դնեմ ես քեզ անեմ ծվեն, էլի պիտի, չգիտեմ, տիկին Ջավահիրը նեղանա, Ռոզա տոտան նեղանա, ասի ինչ ուզեմ իմ տղուց, ճիշտի տիկին Ռոզա, դու գիտես, ես քեզ հարգում եմ, դու լավ կնիկ ես, դու տիկին Ջավահիրն եմ հարգում, իրոք լավ կինա, լավ մայրա, ոչ մի վատ ման, ես այդ կնկա ասել, չեմ կար ասեմ, բայց Գագոն ու յատաղեն նվեր են ազգի համար։ Տղետը տես բանակից ազատվավ, արգանդի մինինգիտով, են արշակի տղու նման, որ պաղցր է Ամերիկա, գիտի որ եկել Ամերիկա, պիտի իմ ձերես պապրծան է, բան միամտությունը նայեք, դու տեղ, ես ուսանողներին ստեղ, ժողովրդ ստեղ, ես ում հասկանամ, այդ արձանը մի տնգի, այդ արձանի փողով տրանսպորտի արժեքը մի բան բարձրացա, თუ այդ ուսանողները կնանական, ենքան կես օրնեն, Քրիստինե Հարաջանի ֆաքսը պչանա։ Ամոտ, աբուրդ, պատկառան կա, գագո, չկա։ Ես չգիտեմ ինչ ասեմ քեզ, ընդամենը դու մի բան պիտի հասկանաս, որ ամեն անգամ
թանկացած տրանսպորտի գումարը տալուց այդ ժողովուրդը քեզ խեռելու է։ Խոսքի օրինակ ասի, չգիտեմ, գրողս լափես, ցավս լափես, չգիտեմ, սև քարին գրվես, տակնես, պախլնես, անատակվես, նահատակվես, տղա թիկալնի, նարկոման դառնա եւ այլն եւ այլն եւ այլն։ Դու հասկանում ես անեսքները։ Գոնե դրանից վախեցի գագո, մինչեւ իմ գալը։ Որովհետեւ ես օրեկա ես քո բիզնեսներ, լրիվ լնելու եմ մորմաշ։ Դա միանշանակ։ Ես բարձ չեմ կարողանում, որովհետև եթե մի կոպիտ բան եմ ասում, համատ նեղանում անձանից։ Հələ ստենդը բողոք մատիկի Ռոզան։ Դա ման ուզում եմ դիմեմ Տիկին Ռոզային։ Տիկին Ռոզա, դու քո նվերիկին շատ ես, չես սիրեմ։ Ասում ես լավ երեխա է։ Հիմա նայ։ Նոր Հաչյանի եւ Առասարակ Աբովյանի դիմում եմ Տիկին Ռոզային։ Ժողովրդի քանակը շատ է։ Ու ուզենք, չուզենք 1000 հոգուց ավել է։ 2000-ից, 5000-ից, 10000 ժողովուրդը օգտվելու եւ բնականաբար անհիմն թանկացման հետ կապված անեսքով օգնելու է ճակերտերի մեջ թորանատ։ Դու անեսքից վախեցող կնիկ ես, ես գիտեմ։ Դու գիտես որ անեսքը բռնում է։ Օրինակ ինչի ես ուզում որ նոր Հաչյանի ժողովրդի անեսքը հասնի երկնային գրասենյակին։ Քրիստինե Հալաջանը ընթացք տա։ Կոդուրը կգա։ Կոդուրը կգա, որ նվերիկը ավտոյով գնա, ռուլը մտնի թոքը։ Ոնց որ ասում են մեր հարևան Զոյան, ջանո ջան, վերջում էլ ասում էր։ Ստեղ էլ ասենք նվերիկ ջան։ Ատես բան կուզես Ռոզա ջան։ Չէ։ Բայց դու չես պատկերացնում, ինչքան մարդ է անիծեմ։ Էս, ինչքան ուսանող, ամեղ մարդ անես կբռնում է։ Բա, գյուլա խորով լնես, կամտես բարեր են ասում։ Ես հույս ունեմ, որ Տիկին Ռոզա եւ Տիկին Ջավահիր դուք կհորդորեք ձեր Տիգրան Արձականյանից առաջ, Միքայել առաջ խելացի մարդուն, որպեսզի տրանսպորտի գինը իջացնի, այսինքն բերի այն գնին, որ գնի վրա որ կար։ Հակառակ դեպքում երկնային գրասենյակը Քրիստինե Հալաջյանը կխովանեմ, դաբրոն տալման, նվերիկ նլման բիզիմդիր։ Մեծ ցավ ու չորի ռաստագալու, դեսեք ասում են։ Հետո չասես, անես կբռնեց։ Խոսախ չի։ Ասում է։ Բաչոս։ Ես չեմ ուզում, որ Տիկին Ռոզան ինձանից նեղանա, բայց Տիկին Ռոզային ինչքան են հարգեմ, Տիկին Ռոզան մանագալեմ ջպով Մերսեդեսով, բայց բանը բետ ուսանողներն ինչով։ Ձեր ավտոբուսներով։ Անցանք առաջ։ Ուզեմ տնամ ստեղ մի հատ էլ բողոք կար։ Բողոքը վերջացնենք։ Էս ինչա։ Արաբատ Միրզոյան։ Այդ է։ Ես էլ չգիտեմ ինչ լեզվով, ինչ կալիբրով, ինչ տրամաչափով բացատրեմ հասկացնեմ քեզ քո նմանին, որ դու իրավիճակի չես տիրապետում։ Դու ամենալավագույն տարբերակը քո դեպքում դու կարող ես ես ուղղակի չգիտեմ Քեզ ինչ կարելի էր վստահել, բայց ոչ մի դեպքում արտգործ նախարարություն, այ բոզի տղա։ Մեռան զանգելով, որ այս դեսպանատան վիճակը վատ է, այն դեսպանատունը զանգերին չի պատասխանում, այլ ֆուրերի շոֆերները թքել են փեդին, մնացել են այնտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանատուն գոյություն չունի, չնայած լավալի հասնումա եւ այլն։ Բա հիմա էլ զանգել են Բելգիայից, ասում են Բելգիայում դեսպանատան հեռախոսահամարը վեկալող չկա, մի հատ կնիկ վեկալ է սկրինշոտ արել, գելա 86 անգամ զանգելա դեսպանատան համարով Բելգիայի։ Մորմաշ բացարձակապես մեկը չի վեկալը մասի ալո, որ ցեղենի ձայն եմ լսում, կոնի շորտես մի հատ բան, չկա բացարձակ։ Դու вообще դու որպես արտգործ նախարար նստել ես մի օր քո կաբինետում, վերցնես բանը ցուցակը, որ ասում է դեմերջան տեղ են ցուցակը, վերցնես այդ ցուցակը ու ըստ երկրների զանգես։
Միացել եկալ ես զանգես Բելգիայի դեսպանատուն Հայաստան, չգիտեմ, Ֆրանս։ Դերասել է вообще քո աշխատողները հերախոս պատասխանում են թե չէ։ Օղորմի իմանցավորներին Ռուսաստանի դեսպանատունը սկսել է պատասխանել, բայց հիմա հերթական բնախատարակություն է։ Օրեր առաջ, հարգելի ժողովուրդ, Մոսկվայում կամ Ռուսաստանում բացվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս Գևորգ Անդրեի Վարդանյանի հուշարձանը։ YouTube-յան էֆիրի ժամանակ մենք ցույց կտանք Ռուսաստանի իշխանությունների նմանավանդ Ռադանախագահ Պուտինի հարգանքի աստիճանը Գևորգ Վարդանյանին։ Դա Գևորգ եւ Գոհար Վարդանյաններն են մարդուկնիկ, որոնք շատ առաջնակարգ եւ Ռուսաստանի պատմության մեջ երևակամենա եզակի հետախուզներից էին, որոնք հոյակապ աշխատել են որպես ռազվեդչիկ։ Եվ Ռուսաստանի ամենամեծ բրիլյանտը կոչվել է այս մարդկանց անունով, Վարդանյանների։ Дважды Герой Советского Союза։ Հիմա Ռուսաստանում բացվել է Գևորգ Վարդանյանի արձանը, տեղադրել են։ Ներկա են գտնվել ռուս բասասչյան սպաներ, գեներալներ, չեկիստներ, կառավարության անդամներ, չգիտեմ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց միջոցառմանը ներկա չի գտնվել, մայիսի 31-ին ա եղել, որքանով ես գիտեմ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Բացի Վաղարշակի ներկա գտնվել չգտնվելուց, մարդը արգելել է, որ դեսպանատնից որևիցե մեկը ներկա գտնվի հուշարձանի բացմանը։ Ասում եմ, խի, այդ Մուսլիմ Մագամաևի արձանն էին բացում, ասում է, Արա Աբրահամյանը ընդեյա, մենք չպիտի մասնակցենք։ Իզնի շատ Արա Աբրահամյանին ոչ մեկ խեռած շլնի, բայց ուզում եմ հասկանամ, Արա Աբրահամյանը ընդեյա, հետո ինչ, հարց եմ տալի քեզ, Արաբատ։ Արա Աբրահամյանը Ալիևներ, չգիտեմ, Էրդողաններ, ով էր, էլ հայա, ուզենք չուզենք հայա, հայերի, չգիտեմ, Ռուսաստանի հայերի միության նախագահանա, ինքնյա տես նշանակել է, կապ չունի։ Հիմա հայ արձանա բացում Արա Աբրահամյանն դեյա, հետո, Արաբատ։ Դա նշանակում է, որ քո դեսպանատունը չպիտի գնա, ասում է ընդդիմադիր է։ Արա Աբրահամյանի ընդդիմադիրը ո՞րն է։ Այդ նույն Արա Աբրահամյանն է, որը շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, եթե ես չեմ սխալվում։ Ասես բոզի տղա դեսպան են պահում, արա։ Հա։ Եթե Գևորգ Վարդանյանի արձանը դնեին Բաքվում, պարտավոր է քո դեսպանը ընդեղ գտնվելու։ Ինչ նշանակում։ Русները զանգի ասում են, ни одного сотрудника из посольства Армении мы не видели, даже посла։ Ասենց բոզիտողություն, Ռուսաստանի Դաշնության նախագահը ՊՊԶՄ Գոհար Վարդանյանի առաջ ցավակցումը, տեսանյութը բանում, YouTube-ում, այսինքն այդ մարդու ավանդը այդքան մեծ ա եղել։ Какой-нибудь стакошрох Ալկոգոլիկ բոզի տղա Վաղարշակ, ով անգամ սեփական մեքենային չկարացավ տիրություն անել 99 թվին զինվորները ավտոն գողացան, ինքն ելով պաշտպանության նախարարան շուրջ տվին Լենագանի դաշտերը։ Կարծիքա հայտնամ, ասում է, մենք չպիտի մասնակցենք, Արա Աբրահամյանը ընդեղա։ Բա ոչ չասեմ, Արա Աբրահամյանը նստի կնգատ բեյնին, բոզի տղա։ Հա։ Լավ, դու արտգործ նախարար ես, դու խաբար ես տես բաներից։ Դու տեղեկ ես եղել, որ քո մոտից ոչ մեկ ընդե ներկա չի գտնվել։ Ես ուզում եմ հասկանամ, դու ում խեռն ես ուտում։ Ամբողջ ինչքան կարելի է պլանը քաշել, անջատվել ու նստել կաբինետում, լավ, հա։ Շուշան, կյանքից մեջ արտգործ նախարար ծծծրած կաս, աղջիկ ջան։ Մի հուզվի, ես որ քեզ հարց եմ տալի, աշկերտ մի կախ է շշու։ Վա, անես էլ բան ես անը, ոնց որ կյանքում այդ կամպլեկցայով մեկի բենի չես նստել։ Ավելորդ համեստություն մի արա, հարց եմ տալի, ծծրած կաս։ Իսկ արտադատության, արտգործ նախարարի կնիկ, օրինակ, ես հիմա պատկերացնում եմ, նայ, քանի որ քո
դլոյ, բավականին կրուպնակալիբրի դլոյ, տոպլ եմ բլած։ Ուստի, եթե մենակ վերցնենք անատոմիական կառուցվածքի Շուշան Պետրոսյանի դլոն եւ հագցնենք Արաբատի քիթուբենին, այս բոզի տուղու, անդեն քիթուբենան էլ չերևա, այդ գլուխ ամբողջությամբ Շուշանից դլոն քաշի մեջ կուլեք։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ դու քո մի սեռական շուրթը գցում ես, ասենց դոշերիտ նման, գցում ես Արաբատի բենին, մյուսը դնում ես Արաբատի կնգաբենին։ Մարդու կնիկ երկու գլգլիստ։ Կապնում են քո սեռական շրթերից որպես սեռական տոզրուկ ու սկսում են ծծրտել։ Վեկարգնո։ Այս երկուսին վերցնա կողա զուգարան մարդու կնգա, անես սսրա որ ստաշի սավելի շաքրը դարնակ 18-2, հոտեր հաջորդ ինքնա, տաշ, բոզի տղուն տաշ, ծելիկը տովել կչեղպես կիտու բենին, ծելիկը սես դուրսա կոլեմ սես մեծ հալմոս կն տապ, դու ես կսա չէ, ծելիկը ճարդ, Բոզի տաղա, ասմա Արաբրամեն հնթեյա, կոխեմ Արաբրամեն է ծազեն ինչ կապ ունի, այդ պորրիկի վաստակ, վարաշակին էլ որով, վարաշակին տանես որըտ բացում ես, գլուխը կոխում ես, մեջը պակում ես, որ հեսա կիսոն գատենա, ատեն վարաշակ չերևա, Ղախպի տղեք, Ուսեսներին է նշանակում են Նիկո դու լրի բոզի տղա է, այսինքն ես գիտեմ որ տիեզերա միշ գալակտիկական բոզի տղա, բայց սենց Ռստեր զանգելին դասեն մարդ չկա, դու պատկերացնում ես աշիրուզիկ Կոշմար Իս Բելգիայի տեսպանին դու ես ծծնում, կիսո Հանդն ես քո այդ տայգա դլոյով, որ այդ հարուստ ֆաունա ֆլորայով ցալքդ վերցնում ես են վարսավիրանոցեն դժիկը, այդ սաղանտարը ցալքը ցերծապն թափում ես մազերը վրեն, ասում ես ծածկվիր իմ մազացած կույտով, բոզի տաղա, այդ արվեստային ձևով, թրաշում ես ցալքը դեսպանի բենի մեջ, վեկան Անդո ջուն խմի Բոզի տղեք Մյուսը Յոյետևից է թմեն Սերժ Սարգսյան ողջույն Ինչպես ես ազատիչ Սերժը դարել է նորտավա լիմոնատ Սերժիկ ջան, հլա մեխոտ ալի առաջ, այդ կոյդ, ինչ են ասում դրան, ծուցակը, էլի ծուցակը ուլը, աշխատավարձեր, էլա վեկալարի նստես կլոր սեղանի շուրջ, ինչ կխմ ես ազատիչ, ռուզիկ, կոնյակ պեր ազատիչ են, կոզերի կոնյակն աուզում աղջ, ուրեմն, Չմերանք այսօրին էլ հասանք, Սերժիկ, հանրապետական, կամ ինչ ես կասեմ, պատիվ ունեմ, հետույք ունեմ, բդեր ունեմ և այլն, գրասենյակի աշխատողնի, զանգում են հանրային ձայն, ասում են պարոն Ղուկասյան, խնդրում ենք, մեր անունից, ես հարցը տվեք Սերժ Սարգսյանին, դեյան կուլտուրական ենք ու հետ խոսեմ, գիտես, դե կոլոնք են, ասում եմ, ինչի պատախի, ասում մեզի կծում են, ասում այս պատիվ ունեմ է եվ չի կծե, որ հիմա կծեց, դե ասում որ դուք բարձածայն եք կարող է մեզ հետ չկծել, այման ինչ են ուզում կաշխատողները, կանի հատ գրասենյակ ունես, չգիտեմ, չեմ հաշվե, լուբույ գրասենյակ, որ կուզես, ասենք մի քանի հատ ջոգի, 5-6 հատ, կամ 3-4 հատ, Անդեղից X աշխատողների, որոնց ասեկան առանց նախազգուշացնելու, թոքոբարդի գնան վերցնեն կամ դու զանգի կանչի կամ եւ այլն հանդիպետ մարդկանց հետ, ասա ինչքան աշխատավարձ եք ստանում։
Ինչ ես բացատրեցին, ասին Ազատիչը խոսքի ունակ, եթե տալիս է 1 միլիոն դրամ, например, որից 500,000-ը պիտի տվեցվի աշխատողներին որպես աշխատավարձ, պարոն Ղուկասյան, մեզ տալիս են դրա կեսը։ Այսինքն, եթե պիտի տան կոմոդի ցուցակով գնում է, որ քո գրասենյակի աշխատողը ստանում է 200,000 դրամ, например, ես բացատրում եմ, որ դու հասկանաս։ Քո գրասենյակի տարածքային ղեկավարները փողը քեզնից վերցնում են, 50%-ը վրից անում են ալավ, մնացած 50-ը տալիս են այդ աշխատողներին։ Անշուշտ, ոնց որ ես այդ բառն օգտագործեմ, բոզի տղա։ Հիմա այս մարդիկ բողոքում են հանրային ձայնին, ասում եմ չհասկացաք, բայց դուք Սերժի համար եք աշխատում, դա ասում է, որ դուք բարձրաձայն եք, ինքը ձեզ ավելի արագ կլսի։ Փաստորեն, Ազատիչ։ Աղբորը տղուն էլ կանոնավորին, Հայկոին, պրինցիպի լավարին։ Էդի դու հասկացար։ Մյուս թեման, որը վերաբերվում է Ազատիչ եւ Նիկոլ տանդեմին։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Հայաստանում արժեզրկվում է դոլարը, բայց չգիտես խիտ հանգանում է բենզինը։ Սալարկեն 650 դրամ, բենզինը 500-ից մինչև 520, 550, 570, պրեմիում եւ այլն։ 1 դոլարը երբ որ արժեր 530 դրամ, նույն բենզինը արժեր 440։ Հիմա դոլարը դարել է 450 դրամ, բենզինը դարել է 500։ Իսկ ինչ մաթեմատիկա է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Վարչապետ գոյություն ունի, այն ինտեղը Ռոզիկ, չէ՞, կոչվում է Նիկոլ Փաշինյան։ Բա որևիցե մեկը այս բոզի տղուն, այդ վարչապետ բանը կոչված են, այդ հարցը չի տալի։ Արայիկ Հարությունյան, ոչ չխարիպես նստել ես այդտեղ։ Բայց սա ինչ է նշանակում։ Ես ոչ մի կերպ չէ, այսինքն սա ինչ է նշանակում, եթե ոչ արհեստականորեն դրամը արժեքավորել։ Այսինքն մտել եք, ոնց որ Նիկոլն ժամանակին մեղադրում Ռոբիկին ու Սերժիկին, որ ասա մտել եք քաղաքացիների գրպանը, նույն բոզիտողությունը այսօր ինքն անում։ Սա ուրեմն ներմուծողները ստանում են գերշահույթ, արտահանողները թքում են փեդին։ Այս բանը քաղաքականությունն է։ Էկոնոմիկա բիզնես։ Խաչատուր Սուքասյան, Սերժ Սարգսյան, Ֆլեշի Բարսեղ, այսինքն այս են մարդիկ են, որոնք օգտվում են այս արհեստական ստեղծված իրավիճակից։ Նիկոլի զոմբիները լսում են։ Նույն հաջողությամբ Խաչատուր Սուքասյանի հետ կապված ուզում եմ անդրադառնալ հետևյալ խայտառակ իրավիճակին։ Ասում եմ գոյություն ունի կամ գոյություն ունի Իդրամ կաշելոկը։ Օրենք հանեցին, որ Իդրամը արգելվում է լիցքավորել բաներից։ Ինչ է, տերմինալից։ Էլ չես կարա Իդրամից լիցքավորես, պիտի հաշվի համար բանկով գրած, բանկով քարտեզ քարտից վրա, քարտից վրից նո հետո ասենք հետ օգտվես բանով, Իդրամով, բայց գույցումնի տելսել ես իմ ինչ խրգալող, նույն Իդրամի անալոգն է, որը որ կարող ես լիցքավորել տերմինալից։ Խփում ես վրեն, որ մտնես տենաս էդ ինչա, տերմինալը քեզ սիրու տանում է Հայ Էկոնոմ բանկ, Խաչատուր Սուքասյան, մե բոզի տղա, տանում է ուղիղ դրա մոտ։ Ես Իդրամի տեղը ելնեմ, ամբողջովին կլծվեմ հայոց հայրենիք մանկուսակցության ֆինանսավորմանը, որովհետև երբ որ եկավ հայոց հայրենիքը, տելցելը թկմա փեդին, նույն ձևով։ Ոնց որ հիմա գրզոն, որպես Նիկոլի օլիգարխ, այսինքն կենտրոնական բանկը, պարեմա Խաչատուր Սուքասյանի դուդուկի տակ։ Այս մեկին անում են բիզիմդիր, իանը բրթում են առաջ, բայց եթե ոչ, եթե Իդրամն արգելված է լիցքավորել տերմինալով, բա ինչի այս տելցելը թույլատրվում լիցքավորել տերմինալով, չերես Հայ Էկոնոմ բանկ։ Դիդի խաշի համար բացից լիցքավորիչ կան ուզում ես։ Բասը ինչ է։ Հարց եմ ուզում տամ։ Նիկոլ, սա օլիգարխի զարգացում չի, բոզի տղա, ասում էիր,
բանը Սերժիկի ժամանակ օլիգարխն էլ կան, մեծ ռոբոյի ձվերից էր բանը կախվե, կամ չգիտեմ ընդելով կար, ոչ եմ դրանցից ասում էր սենս չունի, անենցա, բա խտրեմ, բեսի չա, կամ բենզինի գինը ես չեմ կարողանում, կամ սալարկեմ 650 դրամ, կատաստրոֆա, հա ոնց է գյուղացիներ լավ է, գոհեք վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ձեն եք տալեմ, գառ եք մորթամ դեմը, դրեց մեջներդ 650 դրամ սալարկա, կապեց, վայելեք, և թե ժողովուրդը հասկանալ, որ Հայաստանը թե նիկոլականները, թե սերժականները, թե ռոբիկականները վերենած է տացկած շուկայի, ով ինչ ուզում անմա։ Առաքեց բիզնես։ Արդարադատության նախարար Մեբոզի տղա ուզում եմ կարդամ մյուս տեղեկանքը շարունակությունը պարոն Աբազյան, որը վերաբերվում է արդարադատության նախարարությանը։ Այն մնացածը ես քեզ ուղարկել եմ որպես հաղորդում հանցագործության մասին։ Շարունակում ենք։ Գրիգոր Մինասյանին եւ իր եղբոր Միքայել Մինասյանին կապող օղակի մասին այս անգամ։ Հիշեցնեմ, որ Գրիգոր Մինասյանը դա Գիգիշն է արդարադատության զամմինիստրը, իսկ Միքայել Մինասյանը սեռական շրթերը, սեր, փեսետ, լիսկավորած շրթերով փեսետ, այդ է։ Գրիգոր Մինասյանի ուշագրավ նշանակումներից է նաև ԴԱԿ պետի տեղակալ դոլարային միլիոնատեր Արթուր Հարությունյանի նշանակումը։ Վերջինս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Միքայել Մինասյանի հովանավորությամբ 2012 և 2016 թվականներին ընտրվել կամ շուտ նշանակվել է Ծաղկաձոր քաղաքի ղեկավար և մինչև 2021 թվականը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2020 թվականին Ա. Հարությունյանի կողմից բազմաթիվ համանքային հողերը կեղծ աճուրդների միջոցով ապօրինի օտարումների, մի շարք չարաշահումների փաստերի առթիվ հարուցված քրեական գործի պատճառով վերջինս ստիպված է եղել չմասնակցել Ծաղկաձոր համայնքի ընտրություններին, որի արդյունքում դարձել է գործազուրկ։ Սակայն ընդամենը ամիսներ անց իր նախկին գործատու Միքայել Մինասյանին խոշոր չափի վերաբերմունք ցուցաբերելուց հետո Միքայել Մինասյանի հորդորով վերջինիս եղբայր Գրիգոր Մինասյանը Գիգիշս անտեսելով այդ անձի նկատմամբ ներկայումս քննվող քրեական գործի արկայության փաստը նշանակել է ԴԱԿ ծառայության ղեկավարի տեղակալ։ Խնդրեմ։ Ա. Հարությունյանի նշանակումով ակնհայտ է դառնում, որ իրականում Մինասյան եղբայրների միջև որևէ անձնական խնդիրներ առավել ևս թշնամանք առկա չէ եւ Միքայել Մինասյանը կադրային ինչպես նաեւ ֆինանսական հարցերով աջակցում է իր եղբորը իրենց ընտանիքին եւ կոռուպցիոն սխեմաներին հավատարիմ ծառայող վաղեմի ընկերների միջոցով։ Հետաքրքրական է նաեւ այն, որ Ա. Մինասյանը Ա. Հարությունյանին ի սկզբանե խոստացել է ԴԱԿ ծառայության ղեկավարի պաշտոնը եւ ըստ գնացուցակի ստացել համարժեք վերաբերմունքը, սակայն խոստացված պաշտոնին դեռևս չի հաջողվում նշանակել, քանի որ ԴԱԿ ծառայության ներկայիս ղեկավար Մեղրյանը հրաժարվում է ինքնակամ առանց որևէ պատճառի լքել իր պաշտոնը։ Այդ պատճառով Գ. Մինասյանը կտրվում է ակտիվ բանակցությունների մեջ, փորձելով հարմար այլ աշխատանք գտնել Մեղրյանի համար։ Ըստ շրջանառվող լուրերի Մեղրյանը համաձայնվել է զիջել իր պաշտոնը եւ Գ. Մինասյանի երաշխավորությամբ տեղափոխվելու հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Սրա մասին տեղյակ եք, պարոն Աբազյան։ Այսինքն ինչա դուրս գալի, ես կամավոր սկզբունքով ձրի կարողանում եմ հայտնաբերել բոզի տղեկին եւ ներկայացնել ձեզ։ Անդոր լսար։ Ահա։ Սա առանձին ես կուղարկեմ որպես հաղորդում հանցագործության մասին։ Հիմա անդրադառնանք ամենայն հայոց կաթողիկոս նորին սուրբոցություն Գարեգին Բ. ողջույն։ Ինչպես նաև Սամվել Կարապետյան։ Դա։ Հարգելի ժողովուրդ, մի անգամ չէ որ մենք խոսել ենք Եվարկյան, ահա, Սամվել Կարապետյանից, տեսնենք ես ինչ հաղորդում էր, ուրա, կալանավորվեց Լիսկայի որդին, հենց նոր հաղորդումն եկավ, Լիսկայի տղուն ևս կալանավորեցին, աշներս լուս։
Ուրեմն անցած մեր հաղորդման ժամանակ քիսոպրծար մաքրիր մազերդ այրստ անցած մեր հաղորդման ժամանակ մենք անդրադարձել էինք Սամվել Կարապետյանի ոչ վաղ անցյալին երկնային գրասենյակից եկել էր բողոք Ուֆայի Գևորգ են ասում Ուֆայի Գևորգը հանգուցալ բողոք էր ուղարկել ասում էր բարձրաձայն է որ Սամվել Կարապետյանը վերել եմ տնավորցրել եմ մարտավորցրել եմ գործ եմ տվել էս եմ արել են եմ արել մի գիշերվա մեջ ինքն ու աղբերը թալանել են իմ տուն ու տեղը եւ այլն մենք դա բարձրաձայնեցինք որ Սամվել Կարապետյանը եղել է նաեւ հետախուզման մեջ գրել է կալանք 2 ամիս եւ այլն բայց ամենակարևորը հա եւ իմացա որ Սամվել Կարապետյանը շատ ծանր ատար է ընդհուպ կիլլերը զակած տալն Վարդան Ղուկասյանի համար նո ինչևից է միշտացնի վրետնա բայց ինքը չի պատկերացնում որ կարող է լինի բանը պատասխան գործողություն չէ Սամվել չեչեների հետ ո՞նց է Սամվել լավ է քո կապերը չեչեների հետ ըհը չէ ես գիտեմ հիմա մի հետարքիր բացահայտում այսինքն մի չի երկու հետարքիր բացահայտում նախ ես ինքս զարմացա երբ իմացա որ Սամվել Կարապետյան հարգված օլիգարխը ժամանակին եղել է միլիցիոներ միլիցիայի սերժանտ Գագո ջան այդ երկուսը նույն ճամփով է գնացել փաստորեն դու միլիցիա Սամոս միլիցիա սերժանտ բարի օրենքին ծառայելը վատ բան չի բայց հետարքիր երևույթը նա է որ միլիցիայի սերժանտը իրա մոտ անցկացնում ժողով մի քանի օր առաջ եւ գողական մտածելակերպով ռուսաստանյան մեծահարուստ անուշ ապերներին որոնց անունները մենք անգիր գիտենք ովքեր են ներկա գտնվել այդ ժողովին այդ թվում նաեւ Սոչիից գլուխները կախ հնազան կերպով լսել են ինչ ասում Սամվել եղբայրը բարի լսում են լավ են անում Ես ասեմ, որ Ուֆայից Գևորգը հանգուցալ, որը գտնվում է երկնային գրասենյակում, Սամվել, հələ որ բողոք հմա։ Մարդը մեռել է, բայց հələ բողոք հմա, աղջի որորդ ֆաքսն ես դուրս տանեմ, չորորդ։ Հիմա, երեք, ես չի, երեք, Ռոզիկ ջան լավն է Մարցինին, մի հատ էլ Մարցինի բերեք Ռոզիկին։ Երեք, Քրիստիկս, շնչակտուր, Զանգամա, իայն դեղին հերղալցուս, Զանգամա ասում է Ղուկասյան ջան, մեն խայտարակություն, ասում եմ ինչի պատախի, ասում է երկնային գրասենյակ, դղրդմպուն ընգե, սարուձոր, սթեր խարնվել են յալ, Հիսուս Քրիստոս ամենավերջի խլեշը կապել է, ասում եմ հերյա կուլտուրական մարդ, խլեշը, Քրիստիկն ասում է դուսուս, ու սաղ քո կվուրներ, Մորմեշ, կուկուլալա, տումամբա և ալն, աստո մասին էլ չեք խոսամ ասում, գլուխը կապել է այդ խեշ մարդը նստել է միանի վրեն, ասում աղջետ ինչի պատախի, ասում տես, կուլիկ, ու ինձ աղրգն մեր հատ լուսանկար, որը մենք վերցեցինք, տեղադրեցինք մեր տելեգրամ կանալ, Facebook-յան էջ և ալն, Մարդ չգիտի ինչ ասի, Վեհարանում, որտեղ գտնվում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բեն, պատին կախած ամեխատ կտավ են ասում, յուղաներկով նկար են ասում, ինչ են ասում, հաստատ գոբել են չի, կտավ, նկար։ Նկարում պատկերված է, տաշիր Սամվելս և ուրին խանումը, Սամոն ձերը ջեբը դրած, յուղաներկով սիրուն, նկարը փակցված է Վեհարանում։ Հրեշտակներից մեկը, ով պատահաբար մուտքագործ է Վեհարան, եկել է տենա ինչ կա չկա, այդ նկարը տեսել է, ընկել է ցցումների մեջ, բացատրեմ ինչ է եղել, ու վազքով հասել է երկնային գրասենյակ։ Զեկուցել է Տեր Հիսուս Քրիստոսին, ասել է, որ հայ առաքելական եկեղեցին
ձեռքաբերել երկու նոր սուրբ Սամվել Կարապետյան եւ Ուրին խանում նկարն էլ խփուկ վեհարանի մեջ բնականաբար Հիսուս Քրիստոս չի հավատացել ասել դες բան հնարավոր չի մենք խաբար չի ճիշտ աղջի ահա ներծել են թելու ասեղներով ինչ են ասում դրանց աղրգե դրանք եկել տեսել են կնոց զեկուցել են Հիսուսի վիճակ հիմա ծանր է ամենավերջի քֆուր ասում այդ մարդը տվել է 233 տարեկան մարդ կյանքում քֆուր չէր տվել ասում Քրիստիկն է պատմում ասում ինչ խլեշ ինչ քֆուր այս երկուսին ասում էլ դուսուս էլ հրերեն էլ եբրայերեն էլ ասում հայերեն հնդկերեն արաբերեն ինչ լեզվով ասես այդ խլեշը թաթախ Արե պրարևի տակ ասում այն դոգին ասեք թո ապայման ես հարցը բարձածանի Հիմա ես ուզում հասկանամ երկնային գրասենյակը ես եմ կառավարը թե Հիսուս Քրիստոս Գարեգին Հիմա ես քեզ ուզում եմ հարցնեմ այդ մարդու անունից Սամվել Կարապետյանի նկարը վեհարանում ինչ անում այն մարդ Ես վերցրի կտակարան, բան չկա ձերից տակ, ես կտակարան, թե հին թե նոր վերցրել եմ, հանձնարարականով տվել եմ ադմինիստրացիային, ասում եմ մեջը կթեք, Սամվել Կարապետյան, կամ հրեշտակ, կամ մարգարե, կամ աստված, կամ հրեշտակապետ, կամ չգիտեմ, ինչ-որ մի անուն, կա գրած կտակարանի մեջ Սամվել Կարապետյան, տաշին բարման եկեք թեք, Ամբողջ աշխատակազմ քրքրում է ատվածաշունչ, թե նոր թե հին։ Անդե գրած Ադամ Ռազիլ, Իսակ Ռազիլ, այդ սաղ քերել ենք, հա, որ մեջը տենան կատաշի Սամվել մարդ, աղջի խոսա։ Այս ազամերը, որ քրքրվավ, ծակրտվավ, տեսողությունից զրկվավ, հալում աշելավ, ասում այ Ղուկասյան ջան, այ Վարդան ջան, դոք թաղեմ քեզ, չկա, ստե, տաշի Սամվել, անազգանով սուրբ չկա։ Ոչ որ ժամանակին որ բան էր եղի Գասպարյան Վովա պոզիտողուն ասել է Խաչատուրովի տողու հետ հակտելու ժամանակ ասել է Խաչատուրով ազգանով սուպ ես չեմ ճանաչում բողոքել էր տղեն զանգել էր հորն ասում էր դոկը մեզի քրֆել է Խաչատուրովն էլ զանգել էր հերը Վովային ասել էր քո աշխատողը իմ տղային քրֆել է Վովան կանչ ասում է ինչ ես ասել է Խաչատուրով ազգանով սուպ աստվածաշնչում ես չեմ տեսել այդ արտահայտությունն էր Տգետ Գանդոն ասմա քրֆել է, հիմա էսի է Լավ, իշքան մարդ պիտի լինի բոզի տղա, գարեգին Որ ես յան բան չեմ ասում Ես սրպատասրած անձնավորությանը ես բան չեմ ասում, ես քեզ եմ ուզում ասեմ Մարդ իշքան պիտի լինի բոզի տղա Որ հանուն փողի, բերի, խախի նկարը կնգա խետ, զարգի վեհարանում Ես չեմ կարեմ հասկնամ Այս կարգի բոզի տղա Այս կարգի ղախպիցանունդ Հələ ասում են դոգը քրվում է հարգելի ժողովուրդ Ես հավատացալ չեմ նորից եմ կրկնամ Բայց գոյություն ունեն չափորոշիչներ, կարմիր գծեր Որոնք որ պետք է պահպանվի Այն ուղղության համար Որով որ մարդիկ աշխատավարձ են ստանում Կամ պաշտոնեն նշանակվեք Կոնկրետ եկեղեցի Եկեղեցու պատերի ներսում կապ չունի, վեհարան կլի, եկեղեցի կլնի, խրի գլող կլնի և այլն, աշխարհիկ մարդու, էներիշ մարդու, գործտվող, գործող, առևանգող, քծող, խափող, մարդասպան և այլն, միլիցու, դաժե իմ, նկարը բերեն, դնեն եկեղեցու մեջ կնգահետ և ասեն էտա սուրբ մարդ, Լավ, ես սրա բասալ, ես ուզում հասկանամ, գարեգին դու իշքանով ես ծախվե, ինձ ասենք հետարքիր է, հիմա, նայ, ով կա, մեկ ալ կա շարակեր բոզի տղա, Ջանգիրան Գագոն կեզ ուզում ա ծսցնի, հիմա Ջանգիրան Գագոն կեզ իշքան փող պիտի տա, որ դու Ջանգիրան Գագոյի ձվերն անես գլգլը, Ինչ հետարքիր է, թիվը, հավքենք տանք, եթե ամեն մի աշխարհիկ մարդու լուսանկար, կարելի է բերել կախել, ես ուզում հասկանամ գինը, ես ուզում հասկանամ ինչ արժե
վեհարանում կամ եկեղեցու աշխարհիկ նզովյալ մեղավոր մարդու լուսանկարը կնգահետ խփելը այդ դրա հաճույքը ինչ արժե կամ Սամո դու սուրբ ես դու քո կերած քաքերից խաբար ես չէ այդ ես քեզ չպիտի ասեմ քո շինարարներին գցելը մարդկանց գլխին սարքելը մարդկանց առևանգելը մարդկանց բիզնեսները խլելը մարդկանց տունը գողություն անելը եւ այլը բա որ դու սուրբ մարդ ես բա ինչ ես հավքե մոտը ժողով ես արել ասում ես դոգին քթեք դու իմ հեռախոսը համարը գիտես չէ Սամո բա վերցրու զանգի ասա Վարդան ինչ ես ուզում ինձանից բա հավքել ես սրան նրան եւ այլն հա այդ ինչ է Ղարաբաղի դատախազ կա մի հատ քո հետ օրթախ եւ այլն նախկին հավքել ես դրանց հարց ես քննարկում ինտերնետ մանգալի իմ WhatsApp-ը դու ունես զանգի ասա ինչ ես ինձ զրպարտամ ինչ ես խափեմ բայց թե մաքուր ես բա մեզ զանգի խոր դու արշակը չես արշակն չզանգեց տեսա ինչով ավարտվեց Ես ականադառնանք էմբոզի տղում Ցանկի ասես ինչ է կատարվում Ինչ ես ինձ բան ասեն իմ նկարը ես սրբադասված եմ իմ նկարը կախացավ է հարանում ես սուրբ ցանելն եմ ես թե կոսեմ ուրեմն ես էլ Լուցիֆերն եմ որտեվ ավելի լավ է ես էլ եմ Լուցիֆեր քան թե եմ քո նման սուրբ ցանել SS Դուք հիմա հասկանում եք հարգելի հայրենակիցներ եւ հարգելի ժողովուրդ չնայած բազմաթիվ պոռնեկի վաստակներ անատամ հալամեն ստեղ ընդեղ վիդեոներ են դնում ասում տեսեք եկեք կանգնել եմ Լյուբյանքի դեմը անձի մարչի բռնում այդ բոզի տղեն մի հատ կար ղախպի սերունդ դաշնակներին ծսնողը այդ չասեմ Լյուբյանքին ինչ կապ ունի Ռոզիսկի հետ Դոգին մի լսեք, այսպես բաների համար մարդկանց որը մռմռմա, որ այս տիպի բացահայտումներով եւ սենց սրանց քիթու բերանը պատռելով գոսունի ինչ-որ մեկը, որը անկանխական առանց գումար աշխատելու փորձի սրանց տալմա օթերով։ Դա հարց եմ ուզում տամեն բոզի տղեկի, որ ասում է $1000 զարամ փողա տալեմ, որ դոգը չխոսա Քոչանի հարցին էին ասում, ինչ էին ասում, այդ պոռնեկի տղեկը։ Տաշի Սամոն, հիմա ինձ ինչքան փող կտար, որ ես այս թեման չբարձրացրեի, որի կմլիցիա եղե, որ կալանավորվել է, ռոզիսկա եղե, մարդու տունա թալնեյան հաստավողի եւ այլն։ Կտար։ Ինչքան կտար Սամվել, մի 50,000 չի տա դոլար։ Հա, կտար։ Բայց կտրեմ։ Այ իրանց համին են տանում։ Ես հիմա այսպես բոզի տղեկն ուզում եմ հասկացնել, որ դիշովկա ղախպի տղեկ։ Ես սուրբ չեմ։ Եվ երբևիցե ցանկություն չեմ ունեցել սրբադասվելու։ Ինչ տանեն բային նկարը խփեն վեհարանում։ Մեղայոս։ Բայց երբ որ մարդուն ուզում եք զրպարտել, ձեր արշնով մի չափեք, պոռնեկի տղեկ։ Կամ Գարեգին։ Ուզում եմ հասկանամ։ Լավ, հələ Սամվելի նկարը խփել ես միան։ Բա Սամվելի կնկանակալը խեսերի միասին դրեն հա ես ուզում եմ դա հասկանամ եկեղեցու մեջ ես բան չեմ տերտե չեմ նորից եմ ասում բացի Մայրամ Աստվածածնից ուրիշ կնկանակալ ֆռմա խնդրում եմ գրեք իքական սերի ուրիշ են Տողափար եկեղեցու մեջ կա Սվիտայա Մարֆա, Սվիտայա S, Սվիտայա N, Մագդալենա եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք դա չունենք, մենք մի հատ ունենք Սուրբ Մայրամ։ Հիսուս Քրիստոսի ծնող։ Ուրիշ կանգան նկար չկա։ Կամ առավել եւս ամուսնական զույգի նկար իրար կպած։ Դա մեղք է թե ոչ։ Դա աստվածա հաճո գործողությունը, դա եմ ուզում հասկանամ։ Ինչի՞ք են հրային գցե այդ օրը, որ ամենավերջի խլեշը ձեզ տա երկրային գրասենյակից։ Եթե մի քիչ արժանապատվություն դուք ունենաք, այդ նկարը տեղից կանեք ու սիկտիր կանեք։
Մի քիչ, բայց դուք այդ արժանապատվությունը չունեք։ Ձեզ փողը տան ու շուշոն ծսսնի։ Մենակ թե փողը լինի։ Այս վիճակն է, որ երկրի վիճակը սա է, հարգելի ժողովուրդ։ Եկեղեցիները դարե պորը կատուն, մնացածն էլ իր հետևից։ Սամվել, կիլերներ զակած տալու, որոնելու և ալեմ փոխարեն, իսկան լավ տղամարդ ես, նորից եմ կրկնում, զանգի։ Զանգի, դրեմ քոսասն ինչա։ Ոչ թե Սոչի, Մոչի, Ռուսաստան, սաղն խարնիար, եսի մի չեր արա։ Քանի բազմատիրաժ բերանը ես չեմ բացել։ Ասնենք առաջ։ Մյուս բողոքը եկել է հարկայինից, լավ, հետո մենք սրան կանադառնանք, հարկայինը թոմեզների։ Այս երկու օր առաջ, հարգելի ժողովուրդ, մայիսի 30-ին Արմավիր քերակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Գացիկը։ Համոզված եմ Գացիկ անունը ձեզ ոչ մի բան չասեց։ Հիշեցնեմ։ 2015 թվականին, երբ ձեր խոնարհ գտնվում էր Նուբարաշեն քերակատարողական հիմնարկում, առավոտվա դեմ էր 10-11-ի կողմներն էին, հնչեցին կրակոցներ, օչերետ։ Հետո իմացանք, որ Նուբարաշեն քերակատարողական հիմնարկի դեմը սպանել են 3 հոգու, այդ թվում երրորդ մասի Լովիկին։ Երրորդ մասի Լովիկի հետ կապված կարող եմ ասել, որ խելոք տղա էր, դու ճիշտ գողական էր, գողական որն է, ճիշտը պահող էր և այլն, անձամբ շփվել եմ այդ երիտասարդի հետ, որը չի ոչ միտեղ բարձրաձայնվել և ներկայացվել, դեմ որ ասում է հանգուցյալի հետևից կամ լավը կամ ոչինչ, Լովիկի դեպքում կարող եմ պարզ սրտով ասել միայն լավը, բայց Լովիկը սպանվեց։ Խումբը իր անդամներով հանդերձ դատապարտվեցին 21-22 տարվա ազատազրկման, բայց երեք չէ մյուս օրը Գասիկը նույն ինքը Վահան ազատ արձակվեց պատժից, հետագա կրումից, պատճառաբանելով պարոն Արթուր Դավթյան, որ վերջինիս մոտ ախտորոշվել է Բեղծերևի հիվանդություն։ Ինչ-ինչ դուք լավ գիտեք Բեղտերևի հիվանդությունը, որովհետև Բեղտերևի հիվանդությունով տառապում էր հացբերողը, ակնհայտ Բեղտերև, որին որ դուք բաց չթողեցիք և ինչով ավարտվեց, հացբերողը մահացավ։ Հացբերողը մարդ չէր սպանել, հացբերողը ոչ մի բան չէր առևանգել, հացբերողը ընդամենը հաց էր բերել Սասնա ծռերին։ Բայց Սերժիկս, Վովաս, Արփիկս և դու արեցիք ամեն ինչ, որ այդ մարդը Բերդից դուր չգա։ Ծուռը նստենք, դուզը խոսանք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Գասիկը, նույն ինքը Վահան, ոնց է դուրս եկել, ինչ Բեղծերևի հիվանդություն, ինչի մասին է խոսքը։ Բեղծերևի հիվանդությունը արժե $120,000, Արթուր Դավթյան։ Ուզում եմ ասեմ, որ այս գործի մեջ իր փալուն դերակատարումն է ունեցել Գագիկ Ջանգիրյանը, նորից, պարոն Աբազյան։ Ես որ ասում եմ, ձեր հիմնարկությունը անուշադիր է Գագիկ Ջանգիրյանի հետ կապված, Անդոն ասում է ոչ։ Ես անգամ գիտեմ, ով այս փողը տվել։ Ջանգիրանին, որպեսզի սա դուրս գա։ Անդո, ղրգում եմ անունը WhatsApp-ից։ Ահա, ղրգեցի, բաց նայ։ Սա ինչ է նշանակում։ Գողական աշխարհը գիտի, որ Գասիկը դուրս է եկել։
Այս են գացիկն որ դաժե բերթում նստած ժամանակ իշխանության ցուցումներն էր կատարան։ Սրան փչացնել, սրան գարլխել, սրան են եւ այլն։ Հիմա էլ ասում են Բեղտերևով հիվանդա։ Սա պիտի ռակով հիվանդալներ, այլ ոչ թե Բեղտերևով։ Ջանգերան գագորիստ։ Ես չգիտեմ արդեն, քեզ ում տուն տանեմ, քո տուն ում բերեմ եւ այլն, որ քո վրեն ազդի։ Հարցի ծսնմա արշակը քո վրեն չի ազդեմ։ Կնգատ, ինչ անեմ, կնգատ երևի ծսնի գարսիկը, Բեղտերևի հիվանդա քո ասելով, Բերթից էլ նորա դուրս եկել, ոնց ուզում ա ըլնի բոզի չի գնացել։ Ես գարսիկին ղրգում եմ ձեր տուն, որ կնգատ ծսնի։ 3 հոգու սպանած մարդը ավտոմատով բաց հանրային վայրում դուք բռն բացեք թողում արա։ Հա։ Այդ հիմա դատապարտված մհեր կա է, որ ավարտեց, բարձրագույն ավարտեց, էսա մի հոգու է սպանել, չէ, ուսանողը։ 20 տարուց ավել նստած է, բայց չեն թողում։ Այն բոզի տղային Նարեկ Մալյանը գնաց է միտինգ իրանը, բան Նիկոլն իբր թե Նարեկ Մալյանը միտինգ անամ, ես էլ մհերին բաց չեմ թողում, այն զարուհու մարդը։ Բա 3 հոգու դրեց արեց բիզինդիր 15 թվին ինչքան անց է 7 տարի հետո թողում եք։ Հա, ինչ փեղծեր է, վարա։ Այ բոզի տղա, ինչ փեղծեր է։ Պարոն Աբազանսա ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին։ Գնամ բռնում ես գացիկի վզից, տանում ես կողմ ես լաբորատորիա, կրկնակի անալիզները վերցնելու։ Հայտարարում եմ քեզ ամենայն պատասխանատվությամբ։ Այնտեղ Բեղտերև չկա։ Պաթոլոգ ռադիկուլիտ։ Իշյազ, բլաց, բայց ոչ Բեղտերև։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ներդրում են ունեցել դատարան, պայմանական եւ այլն, սրա հետ բանը կապված, քո հիմնարկը պարտավորը հավքելու։ Ջանգիրան գագո հենց հիմա կնգատ գասիկը ծսնմա։ Հետ էս պահին կլիկը խրխրալով ծծմա, բոզի տղա։ Շուշա ծծրա։ Ոչ ինչ միատ է ծծրա։ Տաշ։ Мальчик по имени Сасун. Stand-up. Ինչպես գիտեք, հարգելի ժողովուրդ, Գասպարյան Վովա Արշակ գործով զբաղվում է այս բորնիկի տղան։ Դատախազությունը օրերս կայացրեց շատ օբյեկտիվ որոշում եւ քննչական խմբի ղեկավարին սիկտ իրարեց այս գործից, բայց պարոն Արթուր Դավթյան պիտի ասեմ մերսի, բայց դուք ոչ թե պիտի մենակ սիկտ իրանեիք գործով զբաղվող քննիչի, այլ կանոնավորել։ Բայց դուք բարոյել եք սիկտ իրանելով։ Ու այս սպորնիկի լավոգնել գրում է առարկություն։ Ինքը առարկը մասում է դատախազը սխալ որոշում է կայացրել եւ այլն, մարդ կա կալանքի տակ։ Էս ինչ եք անում, հəլես Պորնիկի սերունդին նայի, Արթուր Դավթյան, ես ուզում եմ, որ այս պահից սկսած, ոչ թե նա ռուշկեն դնի բերանա գլագլանեին, այլ հետ սիմա ոտեր տեն դորլա, որ նվագում էր, այդ ենց բացում ես Սասունը գալի մտնամա սեղանի տակ, խրտ առնմա բենի մեջ ու էլ չի հանım։ Բայց Սասունի կնգան սրպուհուն աղշկեկին, ծծնմա արշակն ու Վովան։ Հենց բոզի տղուն նայասմա մարդ կա կալանքի տակ։ Լուրջ։ Հա, լավ, այսքան պոր, Նիկոլ, ես ուզում եմ հասկանամ, կարող է Սասունը դնի բենիտ մեջ, կնգատ բան չեմ ասում, որովհետև կնգատ հետ դագավորում եմ, քանի արշակը նստացա, ես ուգգամ բան չեմ ասում։ Բայց ես մտածում եմ, որ Սասունն էլ պիտի քեզ ծասանի, բոզի տղա։
քչական խմբի ղեկավարին, այս լեռնիկ կոչեցալին, որը կակ մինիմում արել է սաբոտաժ Արթուր Դավթյան, պետք է կալանավորել, այլ ոչ թե ընդամենը հեռացնել։ Դատել նախույր։ Ռուզիկ տրուսիկդ քրտնավ։ Հալա հանտենամ։ Աղջեսի լրիվ թելա։ Էսի քո ինչն ապագն ես չեմ հասկանում։ Քո եղած չեղած չի սառնեմ աղջի։ Ասես բարոք թելա։ Քարերը վրան, էս ինչ քարա։ Սաշուն Սվարովսկի քարերով տրուսիկ ծծած կաս։ Չէ, ես գիտեմ, որ դու գեղացի բոզի տղա ես։ Ես գիտեմ, որ Սրբուի գալանի տրուսիկը մեր հարևան Անիկի տրուսիկներն են։ Դրոշ։ Նրան է ճաշակը տես, տրուսիկն էլա դաժե ճաշակով, Սվարովսկի քարերով, բոզի տղա, կարմիր գույնի, թափանցիկ, ասեղնագործ, բանա ձերի գործա չէ, ձերի գործած դլոյի մասը, ձերագործա գանդոն, խրիզանտեմ, չախ չի, դեմ նայեմ, փողանակ ստենայեմ, խպնավա տրուսիկը տեսա, ես ինչա, Գերալզիչեսկայա լիլիա, դու մետես, Ռուզիկ անուն էլ մորցաշեղվա, Ռուզիկի տրուսիկն Գերալզիչեսկայա լիլիա գործածա Սվարովսկի քարերով, լեզուց էլ պապածավաղ չես տրուսիկն ինչ արժե, մեկ սենյականոց բնակարան արյացայում, հիմա ես տրուսիկը դնում է Սասունի բենի մեջ, Արթուր Դավթյանն էլ խերո բրթմա է թախորը ու էլ դուրս չգա, արդ է բոզի տղա, չոքեչոքովնարի պորրիկի ծնունդ, չոքեչոք, Ռուզիկ բութմատը դին բենի մեջ, բութմատ ծծի, դեմա տրուսիկը կողի բերանա, խորը, բետի խխրա, Արթուր հելիկանի, դի բենի մեջ, ուտարես էլակ ծծնա, աղջետ իշքան իր առ է տրուսիկը, Եթեն, մեկ սենականոց բնակարան, արյացայում, այ քեզ տրուսիկ, շատ սիրուն ես, քարերով, ես ուզում եմ հասկնամ, էտո դու ոնց ես էդի լվանում, որ քարերի վրի չպոգվի, Դարձան խեղտիր ավելի խորը, ձերովա չի լվացում էտի, ասես տրուսիկ ես չէի տեսը, լրիվ Եգիպտսկայա ցարիցա ամանատ, լրիվ, Պարոն Աբազյան, դու տես տրուսիկ տեսած կայր, ես էլ չէի տեսել, հələ անդոյի աշկերը ոնց է պայլեմ, Ես ակնկալում եմ, որ ձեր հիմնարկը վերջի վերջո կկարողանա այս երկու բոզի տղեկին, Ջնգո և Սասուն, իրոք տրուսիկով ծծսնին, անդո, ես հույս ունենամ, որ մի օր, դու քո հաքի բաքսոր կա տրուսիկը կկոխես Ջնգոյի ու անդոյի բենի մեջ, Սասունի, եկավ ես եմ ես նորից, Տենակի հիմա ինչ է լավ, հասկան, ես հուսամ, որ այդ օրը գալու է, ասում է մարդակալանքի տակ, հլե սպորնիկի վաստակին նայի, խեղտի, դավո, Արթուր, Այսօր այսքանը, արգելի ժողովուրդ, հաջողություն, միշտ օր հանդիպում։